Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնի շնորհավոր Զինայեթ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր թողարկում, որտեղ լի է գեղեցիկը, ցանկալին ու ամենակարևորը նաև երաժշտականը։ Եվ ֆորմատը չխախտելով շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ իհարկե Ակոպովնայի 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Մայրամուտը ծովերից այն կողմ թողած, եկա մոտը դու սիրուց, սիրտը իմ դողած, եկա որ դու ինձ գրկես ամուր ամուր, որ քո գրկում դառնամ մի բուր, շնչակզում, այ 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 քո ամբույրը, այ 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 հիշեցնում է ինձ անձրևի բույրը, այ այ այ
Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը սկսել է ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը եւ ես սեպտեմբերի 15-ից շնորհավորելով Վարսա աշխարհի բոլոր ներկայացուցիչներին հերթական անգամ շնորհավորում եմ եւ ասում եմ, որ ինձ մոտ գրեթե մի ամբողջ շաբաթ, եթե ոչ ավելի, հայտարարված է գեղեցիկի օրեր։ Թողարկումներ, որտեղ հիմնականում նաեւ հյուրընկալվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ ոճաբաններ են, վարսարդարներ են, դիմարդաներ եւ այսպես շարունակ։ Իսկ եթե այդ թեման, ապա պետք է առաջնահերթ ինձ մոտ տաղավարում լինի Lea Beauty Ակադեմիայի հմուտ մասնագետները եւ առավելևս իմանք, ովքեր որ ամեն օր ջանք ու երան չեն խնայում, որպեսզի Ակոպովնան ոչ միայն եթերում լինի ցանկալի եւ հաճելի արտաքինով, այլ նաեւ առօրյայում։ Իսկ ես ինչքան լինելով էգոիստ, եթերում միշտ նրանց մասին բարձրաձայնում եմ եւ ասում եմ դուք էլ կարող եք օգտվել լինել գեղեցիկ, եթե գնաք ուղղակի Lea Beauty Ակադեմիա, բայց այսօր նրանք ինձ մոտ են, որովհետեւ ունենք խոսալու թեմա եւ հերթական անգամ պետք է նրանց ներկայացնեմ։ Այսքան խոսեցի, տեսանյութ, որից հետո վերադառնում ենք տաղավար։ Դե ինչ հարգանքներս բոլոր այն մարդկանց, ովքեր որ գնահատում են վարսարդաների աշխատանքները։ Հարգանքներս բոլոր այն մարդկանց, ովքեր որ սիրում են միշտ լինել նորավոճ։ Հարգանքներս բոլոր այն մարդկանց, ովքեր որ միշտ օգտվում են մասնագետների ծառայությունից։ Lea Beauty Ակադեմիայի մասին գիտի հանրապետությունը եւ նրա սահմաններից դուրս։ Իսկ եթե ոչ մեկ նրանց չճանաչի, ինձ հետևելով գիտեն, որ ես չեմ հագենում նրանց շնորհակալություն հայտնելով, որովհետև լինել ամեն ամիս նորաձև, լինել ցանկալի, դա իմը չի էլի, ինձ պետք է օգնեն այդ գործում, որովհետև ես մեկ-մեկ հոգնում եմ, չեմ էլ ուզում սաներվել։ Իսկ այսօր իմ վարսարդարը եւ դիմարդարը ինձ մոտ տաղավարում եմ։ Եվ այսպես Եթե նրանց մեկին ասում եմ իմ Էրնան կամ իմ Մարիամը, բայց ըստ կանոնակարգի ասեմ, որ ինձ մոտ տաղավարում է Lea Beauty Ակադեմիայի հմուտ վարսարդար Մարիամ Կիրակոսյանը եւ իհարկե PR մենեջեր եւ իմ դիմարդար Էրնա Խաչատրյանը։ Աղջիկներ, ողջույն։ Ասեք, որ դուք ինձանից չեք հոգնել։ Երբեք։ Հաճելի է։ Միշտ հաճելի է քեզ հետ գտնվել մեկ վայրում եւ առավել եւս զրուցել ինչ որ հետաքրքիր թեմաների շուրջ։ Իսկ դուք գիտեք, որ շատերը ձեզ նախանձում են ու ասում են՝ հասկացանք էլի Զինա ջան, հասկացանք, այդքան ասել կլինի, իսկ ես միշտ բոլորին բացատրում եմ, ասում եմ, ընդհանրապես ճիշտ է ներկայացնել մեկին։ Ներկայացնել մեկ դիմահարդարի, մեկ վարսահարդարի, մեկ գեղեցկության սրա, լինել մեկին միշտ անդավաճան։ Այդ դեպքում արդեն հասկանում են, թե ինչ ձև կարող ես նորաոճ լինել կամ ինչն է ճիշտ, ինչը սխալ, ճիշտ է, չէ՞։ Դե կովում են ինձ մի խոսքով։ Իսկ ես շնորհավորում եմ ձեզ, որովհետև առաջինը իմ Մարիամին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ Lea Beauty Ակադեմիայի տանիքի տակ արդեն մեկ ընտանիք են դարձել, Վարսա հարդարների, վարսավիրների օր, Էրն ջան, ես հենց մտա քաղաքականություն դիմահարդարների օրերը դնելու հավատա անպայման, բայց ես քեզ կարող եմ շարումով ես էլ եմ վարսահարդար։ Այո, այնպես որ ես կարող եմ ասել, որ մեկ-մեկ պետք է լինում, իմ մազերը ուղղում են նաեւ Էրնան։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ, ես գիտեմ, որ այս ժամ ամենահագեցածն է, քանի որ մեր նկարահանումները ցերեկով է տեղի ունենում, իսկ ցերեկվա ժամը ամենահագեցած ժամն է աշխատողների համար։ Lea Beauty Ակադեմիայի հիմնադիր նախագահին իմ լավագույն ընկերոջը հարգանքներս Գևին Վարդանյան, իմ կարծիքով ամեն անգամ ինձ մոտ շաբաթով թեկուս մեկ անգամ որ լինում եք այստեղ ու բարձրաձայնում եք սեմինարների եւ չգիտեմ այնտեղ լավ դասընթացների մասին, ինչքան էլ խոսում ենք, միևնույն ես ում իմը ցույց տալ։ Եվ այսօր մի քանի հարցից հետո ես մի փոքրիկ ձեզ համար անակնկալ առաջադրանք ունեմ։ Ես նրանց երկուսին խնդրել եմ, որպեսզի գան իրենց, այսպես ասած, ինստրումենտներով։ Ամեն-մեկը իր պաշարը վերցրած։ Ես վստահ եմ, որ նրանք գիտեն այդ ամբողջ իրականացնելու են ինձ համար, բայց անակնկալ կա նրանց համար րոպեներ անց։ Սկսենք ամենասկզբից, Մարջան,
Ես սիրում եմ այս հարցը տալ բոլոր այն հեռուստադիտողների համար, ովքեր որ նախ վախենում են ոճաբանի ծառայությունից, չգիտես ինչու։ Եվ հետո էլ անընդհատ թերթում են Instagram-ը, որ մի հատ տեսնենք ինչն է մոդա, ինչն է տրենդային, բայց հաշվի չեն առնում, որ իրանց կարող են թարապես չսազի այդ ամենը, հա։ Բայց ըստ էս գլոբալ անցնելու համար ինձ հետաքրքիր է, մեզ մոտ արդեն ցուրտը սկսվել է աշուն նորաձև ոճային եւ գույների գամայի մասին կխնդրեմ պատմես եւ նաեւ ինչու ոճափոխման թեմայի մասին էլ մի երկու նախադասություն։ Նա ողջունում եմ քեզ, քո տաղավարում, միշտ դու ես մեզ հյուր, այսօր մենք ենք քեզ հյուր։ Ուրեմն, ինչպես նշեցիր, ոճափոխությունը իրոք ինդիվիդուալ է, ամեն մեկին յուրովի, բայց եթե խոսենք տարվա տրենդի մասին, այս տարվա տրենդը շատ հանգիստ է եւ շատ վառ, իր գույներով, իր մեջ տենց ներդաշնակություն է, ծայրահեղությունից ծայրահեղություն։ Այս տարվա երանգները մոկայի գույները, մոկամուս գույները, շոկոլադի երանգները, կաթնային երանգները, դե չեմ խոսում նրանց մասին, որ կան ուղղակի սև սիրահարներ սևի, որ նրանք պարտադիր պետք է լինեն, բայց տրենդի մեջ են այս տարի բալի երանգները, բալը կոլայով մոդայիկ է ավելի։ Այո, շատ այդ գույներն են մոդայիկ են այս տարի տարբեր աքսեսուարները սաներվածքների մեջ, ինչ որ մազակալների տեսքով, բանտերի տեսքով, ու տարբեր, ու պետք է հաշվի առնենք, թե ուր է ներկայանում։ Հա։ Ինչ կերպարով է ներկայանում։ Հիմա հաշվի առնենք, որ ես այսօր մոտավորապես 4 թողարկում եմ նկարահանել Եվ հուսով դու արդեն հասկացար, ես որ ասում եմ 4 թողարկում, ինքը արդեն իմ վարսադերը գիտի թե ես ինչ է սպասում, ինչքան եմ խաղում իմ մազերի հետ։ Հիմա դու գոհ ես իմ սաներվածքից նորմալ է, բայց շատ լավ է։ Անցնենք Էրնային։ Էմ ջան, այն ամառային են, որ ասում ենք զագարնի թեմաները արդեն ոնց հասկացա ավարտվում է, գալիս ենք մեր աշնանը։ Ու ինչ կարգավիճակում ես գիտեմ, որ շատեր ովքեր հիմա քեզ մոտ գալիս են, այլ խնդիր ունեն մաշկի հետ կապված։ Այդ խոնավ, չգիտեմ, թաց, այնտեղ չոր։ Հիմնականում այս եղանակին լինում է մաշկը շատ չոր։ Ու արդեն կարելի ասել փոքրինչ այդ զագարից հետո մի փոքր թեփոտված է լինում մաշկը։ Դրա համար այդ իսկ պատճառով շատ լինում է դեպքեր, որ այս եղանակին մի փոքր տոնայինը նորմալ չի նստում դե մաշկի վրա, բայց դրա համար պետքա ճիշտ խնամք ունենալ։ Բայց ոչ բոլորն են տնային պայմաններում կատարում այդ ճիշտ խնամքը, դրա համար պետք է լինել գործի մեջ նաև պրոֆեսիոնալ խնամքի առումով, ոչ միայն ուղղակի գեղեցիկ շպարել ու այսպես ասած հաճախորդին ճանապարհել։ Դրա համար շատ կարևոր է մինչև դիմահարդարում սկսել է ճիշտ խնամք, ճիշտ խոնավեցում, ճիշտ սնուցում տանք մաշկին, որ այդ խնդիրներից խուսափենք, որ տոնայինը շատ գեղեցիկ նստի դեմքի վրա եւ կողքից հաճելի լինել մարդու մաշկին նայելը։ Եվ ուզում եմ ամփոփում անենք, որպեսզի ես ասեմ իմ անակնկալի որ ասեմ նախապատրաստելը։ Ես վերջի ժամանակատվածում հարսանեկան առիթներ մանավանդ որ վարում եմ, ես հասկացել եմ, որ մեզ մոտ կա մեծ տենդենց։ Այսինքն հիմա շատ այդ փայլփլուն ասվածները, տարիքը հաշվի չառնելով բավական այդ բացի մազակալներից, Մարիամ այդ ինչ որ հատուկ տենց քսուկներ կան, ես հասկանում եմ, որ ինչ որ այստեղ ավելի շատ նկարվում է, ասենց գալիս է ուսի վրա, այսինքն աճ կա մեր մոտ ի վերջո, չզարմանան բոլոր այն մարդիկ, ովքեր օրինակ դրա սիրահարը չեն։ Ես ինձ այնքան լավ եմ զգում այդ ժամանակ, ասում, փաստորեն մեր մոտ շարժ կա, ես դա տեսել եմ Միացյալ Նահանգներում, հա, եւ կա նատուրալ ասվածը, եւ կա այդ որ տենց լավ տենց փայլփլուն է ամեն ինչ։ Քանի որ հագուստը փայլփլունը մնացել է, ոնց հասկացա, հիմա նաեւ փայլն էլ է ակտուալ, հա։ Փայլերը, մազակալերը, այդ տեսակ ստիկեր կան, որ օգտագործում են ավելի գեղեցիկ, մի խոսքով կան, հա, ծայրահեղությունից ծայրահեղությունը մեր տրենդը։ Այս տարվա այդ մարդկանց տեսակներն ու ճաշակների խնդիրն էլ այստեղ կապ ունի, որովհետև ինչպես ասաց Մարիամը, ծայրահեղությունից ծայրահեղություն են։ Օրինակ ես որպես դիմահարդար եւ որպես աղջիկ, ես ավելի նուրբի ու քչի կողմնակիցն եմ։ Ու ոնց որ իմ ձեռագիրն էլ է դրան սովոր, որ ես սիրում եմ ավելի նուրբ, ավելի հանգիստ դիմահարդարումներ, ճչացող ինչ որ գույներ կամ փայլեր չօգտագործեմ։ Բայց կան մարդիկ, ովքեր սիրում են ու դու որպես մասնագետ պարտավոր ես իրանց ցանկությունները
փոփոխությունը, այսպես ասած, իրագործել, հա։ Բայց կա մի ուրիշ թեմա էլ մարդիկ կան, որ շատերն ուզում են, բայց ամանչում են, չգիտես ինչու, որ կողքից ես լսում եմ, ասում են, «Փաստորեն չի կարանք մենք էլ փալփլենք»։ Իդեպ Դրա համար պետք չի ուրիշի կարծիքը հաշվի առնել, պետք է անենք այնպես, ինչպես մեզ է դուր Շատ լավ, իսկ փալփլուն թեման ինձ մոտ ուզում եմ շարունակել լինի, որովհետև ես այսօր հատուկ ձեզ համար հրավիրել եմ մի գեղեցկուհու, որը մի քիչ նախապատրաստվել է, շատ քիչ, ձեր գործը հեշտացնելու համար ի վերջո եթերը պետք է տեղավորվենք ժամանակի մեջ, բոլոր այն հեռուստադիտողների, այն իմ քննադատ ընկերների համար, որ ասում են, քանի ժամ ես դու պատրաստվում։ Ես ուզում եմ ասել, որ իմ վարսարդար մտևում է ընդամենը ամենաշատը 15-ից 20 րոպե, մի այդքան էլ Էռնան է ինձանից ստանում, ես 40 րոպեում պատրաստ եմ լինում։ Իսկ դուք ունեք ընդամենը 30 րոպե, որպեսզի դուք այսօրվա այս պայի իմ մոդելի գեղեցկուն գեղեցկացնեք, իսկ ընթացքում ես կասեմ, թե ով է այն գեղեցկույն, որ պետք է նրան դուք նախապատրաստեք, որովհետև երեկոյան ժամին ավելի ուշ նա պատրաստում է շատ լուրջ նկարահանման, գովազդի, որտեղ պետք է լինի առկա փայլը եւ բեմը։ Հասկացանք։ Ոչ մի խնդիր Մենք մենք գեղեցկուհին դու պատրաստենք։ ես այսօր։ Դե ես հետևելու եմ, իսկ դուք էլ հետևեք ինձ հետ, տեսեք թե 30 րոպեվա մեջ ինչ կարող է նախապատրաստել, օրինակ Էռնան եւ Մարիամը։ Դե ինչ 21 TV եթե շարունակում է տոնը շնորհ Ձինետ նախագիծը եւ ես այս բան կարծես թե փորձության եմ ենթարկելու իմ լավագույն վարպետներին։ Ինձ մոտ տաղավարում գեղեցկու է, որ նախապես ես հրավիրել էի նրան եւ նա շատ պատասխանատու տեղ ունի գնալու, այսինքն գովազդային մեծ հոլովակում է նկարահանվելու եւ Մարիամ ջան, ասա, գոհ ես մեր մոդելից։ Շատ գոհ եմ, շատ գեղեցկուհի է մեր մոդելը։ Ունի շատ որակով մազեր, խիտ, հաստ։ Շնորհակալ եմ նախապես աշխատանքի համար, մազերը հարթացրել եք, որ կարողանանք տեղավորվել գոնե այդ կարճ ժամանակում, քանի որ աղջիկը պետքա աշխատի բեմի հետ, կփորձենք ինչ որ բարձր մի բան հավաքել, ավելի կլասիկ, չգիտեմ ինչ պետքա հագնի, բայց չի խանգարի։ Հա, բայց որ չխանգարի, ավելի հարմար լինի։ Կփորձենք ինչ որ պոչ հավաքել։ Դու մինչև սկսես աշխատել են կարևոր թեմաները, ես ասեմ, որ այս բան ես հյուրընկալ եմ այն գեղեցկուհուն, որը միշտ ինձ մոտ եղել է վառ հագուստով, ներկայացել է իր ղեկավարի հետ, այսինքն Density Parent Studio-ի հետ ներկայացել է այստեղ միշտ որպես հաղթողի կարգավիճակում փայփլու շորով, ասում եմ, շորերը փոխել ենք, չենք ճանաչում։ Ինձ մոտ տաղավարում հենց հիմա Սիրուշոն է Պարուհի, որը վերջերս վերադարձել նորից հաղթանակով, արդեն չեմ կարող ասել մի բա Կրեմլում եմ տեսել, հետո Չինաստանում եմ տեսել, այսպես շարունակ եւ ես խնդրեցի, որպեսզի նա ինձ մոտ լինի տաղավարում, ես նրան օգնեմ իմ վարպետների օգնությամբ եւ նախապատրաստենք այն հաճելի գովազդային հոլովակում, որ նա պետք է նկարահանվի, ինձ ասեց ձին լինելու եմ փայփլուն իմ ոճի հագուստով, ինչ որ տենց մի բան մնացածը վարպետներս կօգնեն։ Ես արդեն հասկացա, Մարիամը իր տարանջատումներն արեց։ Հեռուստադիտողներին արդեն տեղեկացնեմ, որ այն կարևոր սիրուն պոչը, որ ինձ մոտ միշտ չի ստացվում, կարծես թե։ Մարիամ ջան, մենք արդեն ունենք։ Այո։ Ձիգեր, հա, ոնց որ։ Գրեթե ունենք։ Սիրուշո ոնց ես։ Որ նենց ձգում ժպիտը շատ անում է, այդ տարբերակն է, բայց ուզում եմ ուշադիր լինեք, Մարիամ մի քիչ կողք կանես, մեր աղջիկա մազերը տեսնեն, որ բնականն է ամբողջությամբ, դեպի Էռնայի կողմը թող տեսնեն, որ ամբողջությամբ բնական մազեր են։ Ամբողջությամբ բնական իր մազերն է, շատ փայլու գեղեցիկ։ Քանի որ մենք սովոր ենք իմ ազգին խաբել, թե ոնց են կարող, այսպես ասած, extension-ներով մազի տարբեր երկարություն ունենալ, ֆիքսում ես Մարիամ։ Այո։ Իսկ եթե հաշվի առնենք, որ
մեր աղջիկը բնականաբար նաև պարելու է։ Սիրուշո հարմար է, չէ՞, քեզ սենց այս կարգավիճակը։ Շատ լավ։ Ես վստահ եմ, որ Էռնան հիմա մտածում է, թե ինչա սպասվում արդեն։ Մտքերով ես Էռնա, հերուն ես։ Մտածել ես։ Ինչ հաճելի է։ Շատ լավ։ Թող ինձանից չնեղանան բոլոր այն աղջիկները, որ այս եթերից հետո զանգարել են պարուհիները, ասեն Զինա, ինչի ես ընտրել օրինակ Սիրուշոին։ Ես վաղուց էի մտածում, որ ինքը մի օր լինելու է մեր մոդելը։ Ինչ ենք անում հիմա, Մարիամ։ Դու առանձնացրել ես մազի կողքի մասերը։ Հիմա ավարտելու ենք պոչը, քանի որ մոդելի մազերը մեր շատ խիտ էր, երկու մասից որոշեցի, որ ավելի գեղեցիկ ու ավելի հարթ լինի, որպեսզի Երկու մասից ասված է երկու պոչ։ Չէ, երկու պոչ չէ, ուղղակի առաջային մասը առանձնացրեցի, պոչը կապեցի, հիմա նորից ես կմիացնեմ իրար, որ ավելի հարթ ու ավելի գեղեցիկ ստացվի մեր մոդելի պոչը։ Մարասա, հիմա ուզում եմ հասկանալ, մենք արդեն ունենք այն սիրուն պարուհու պոչ ասվածը։ Համարյա արդեն պոչը մենք ունենք, մնում է վերջնական ավարտական աշխատանքը։ Չեմ ուզում պատկերացնել այն րոպեները, որը նկարանումից հետո պետք է իր մազերը քանդի մեր Սիրուշոն։ Դուք արդեն պատկերացնեք, օրինակ ես այդ ժամանակ արտահայտություններ եմ անում, դեմքի միմիկա, բայց որ գիտեմ իմ մազերը իդեալական եղել ու չեմ անընդհատ մազ ուղղել, իսկ պարուհու դեպքում մազերը ինձ թվում է պետք է միշտ չէ, սենց ֆիքսված լինի։ Ինձ թվում է Սիրուշոյին նրա նույն սպասվում։ Ես հասկացա, որ պոչի կետ մեկտեղ փաստորեն մենք մի հատ փոքր մազ ունենք, հա, այն կողմից։ Մի քիչ գլուխդ կողք կանես, տեսնենք Սիրուշո։ Փոքրիկ մազկա դե հաստատ վստահ եմ ինչ որ մի բան այդտեղ սպասում է այդ անկյունում, բայց արդեն կարող ես ուղղել, Մարիամին մի քիչ գոնե տանք հարմարություն։ Քանի որ ես սովոր եմ ամեն եթերից առաջ սիրունանալ ու որ դիրքով ուզում նստում եմ ինձ հարմարվում են, ես հիմա շնորհակալ եմ իմ Մարիամին, իսկ Էռնային, որ անընդմեջ լսում է իմ բողոքները դիմահարդարման ընթացքում։ Մոյսերը։ Իդեպ ասեմ, ես վերջում նաև եւս մեկ անակնկալ ունեմ։ Այս անակնկալը միասին ենք պատրաստել ես եւ Dance Studio-ի մենապարուհի Սիրուշոն, դա արդեն նաև անակնկալ լինելու ինչու ոչ վարպետներին։ Դե ինչ ես հերթական անգամ հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ մենք հյուրընկալել ենք պարուհու գեղեցկու, որ այսօր օգնելու ենք մի քանի րոպեների ընթացքում դառնալ ավելի բեմական։ Մենք ունենք պարուհուն շատ մոտ պոչը։ Հիմա Մարիամը հասկացա անցել է իմ սիրած փայլփլուն թեմաներին։ Դա հատուկ մազի համար է, Մարիամ։ Նաև օգտագործում ենք մազի համար, իրականում հատուկ մազի համար չի։ Հա, այսինքն դիմահարդարն էլ կարող են դիմահարդարն էլ են կարողանում Իսկ ինչ ինքը հենց հիմա ոնց հասկացա գելի հետ է խառնած։ Խառնում, գելի հետ խառնում ենք։ Այո։ Եվ օգտագործում ենք որպես աքսեսուար։ Հիմնական պարուհիների համար շատ ենք օգտագործում նմանատիպ։ Իսկ հարսանիք վարողների համար չի լինի սա։ Լինում է ըստ ցանկության։ Քանի որ ես չեմ սիրում, որ կոպիտ ասած փայլփլունները լինում են դեմքիս վրա, բայց Էռնես անգամ ես համաձայն եմ, այս փայլփլունները կարող են դեմքի վրա լինել։ Ես դա քո դեմքին չեմ անի։ Չես անի լավ։ Դու տեղից փայլում ես, Ձին։ Չաչելի է։ Մի հարց էլ, հա։ Ինքը սենց կմնա, Մարիամ, ուզում հասկանալ։ Մենք կֆիքսենք։ Հա։ Նախ գելը արդեն ֆիքսվում է, հետո մենք կֆիքսենք լյակով։ Հա, որ պարելուց եւ ընդհանրում առհասարակ չի թափվի, նա կմնա մինչեւ վերջ։ Մեր պոչիկը արդեն համարյա ավարտել ենք, այս փայլային մասը, իսկ չոլկայի պահը ես կուզենայի, որ դիմահարդարումից հետո անենք, որպեսզի չխանգարի, որովհետեւ նա քիչ ավելի դեմքի մասին մտածելու համար։ Այո։ Դուք հիշում եք, չէ՞, որ դուք ունեք ընդամենը 30 րոպե։ 30 րոպե ժամանակահատվածը գնացել է, արդեն րոպեները գնում են, համենայն դեպս ես հասկացա, որ ես արդեն
Մազերի թեման ոնց որ թե օքեյ ենք, չէ։ Ես արդեն տալիս եմ R9։ Հիանալի է։ Այս փայլփլուները քեզ։ Շնորհակալություն։ Իսկ մենք րոպեներ անց կշարունակենք եթերը։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, տոնը շնորհավորեցին այդ նախագիծը շարունակվում է beauty ինդուստրիա թեման ինձ մոտ առկա, ինչպես միշտ այսօր ես որոշել եմ մի քանի րոպեների ընթացքում ձեզ ներկայացնել թե ինչպես կարելի է ստանալ օրինակ երեկոյան սանրվածք դիմահարդարում, իսկ մեր մոդելը Պարուհի է, եթե նոր եք մեզ միացել, նա ինձ մոտ տաղավարում որպես հաղթող է եղել արդեն, ներկայացնելով բնականաբար Հանրապետության թիվ 1 պարային ստուդիա, ինչպիսին է Dance City-ն, հանձինս Վարդգես Սողոմոնյանի։ Մենք ունենք արդեն սաներվածքը, շնորհակալ եմ Մարիամին, եւ իհարկե արդեն Էռնան անցել է իր աշխատանքին։ Քանի որ ես մտածել էի ընկերներիս մասին, ինչ որ չափով խնդրել էի նախապատրաստվել, վատ չի, չէ՞ սկզբի համար։ Ես վստահ եմ, այս թեմաների համար դուք երկար ժամանակ օգտագործեք Էռնա։ Կարևորը մաշկը արդեն խնամք արված է, փոքրինչ տոնը դրված է։ Հիմա մենք սկսենք միանգամից արդեն կոնտուրինգից ու միանգամից աչքերին կանցնենք։ Հիմա ասեմ, թե ինչու եմ ընտրել ես նաև Սիրուշոյին, որովհետև մեր գեղեցկուն, եթե տեսնեք, ինքը բավականին երիտասարդ է, երիտասարդ եւ մաշկը եւ դեմքի վրա չունի ոչ մի միջամտություն, ճիշտ եմ, չէ՞։ Դրա համար էլ պահպանվել է գեղեցկությունը, կներեք։ Իսկ այս դեպքում նաև ասում եմ, որ ինչ ուզում ենք անել, ստանում ենք եւ տեսնում ենք։ Ես գիտեմ, որ հեշտ է ուղակի միջամտություն տարած դեմքի վրա ստանալ ինչ որ կերպարներ։ Իսկ այս կերպարը ասա, որ իրանալին է։ Որովհետև երբ որ միջամտություն է արվում, կարծես բոլորի դեմքը նույնը լինի, նույն դիմագծերը լինի, ու դու ինչ որ չես կարողանում ստեղծագործել։ Պետք է բոլորին նույն բանը անես, իսկ այստեղ կարող ենք եւ ընդգծել բնական գեղեցկությունը, այո, եւ աշխատել արվեստագետի հոգով։ Դե դու հիմա, քանի որ Մարիամը հոգին դրեց, դու էլ կարող ես հոգի դնել եւ ասեմ, որ ունեն մի քանի րոպե, իսկ վերջում ունենք անակնկալ ես եւ Սիրուշոն, որ պետք է մատուցենք նաեւ եւ վարպետներին եւ Լիա Բյութի ակադեմիայի տնօրինությանը, որը տաղավարից այն կողմ հետևում է իր ոճին համապատասխան, դու արդեն գիտես, չէ՞, ինչ ենք անելու Էռնա։ Իհարկե, քանի որ ես արդեն իմացա մեր գեղեցկուհին լատինոամերիկյան պարուհի է, եւ որպես մասնագետ ես լավ գիտեմ նման պարուհիները ինչպես են դիմահարդարվում, մեզ պետք է կատարել շատ վառ աչքեր, վառ կոնտուրինգ, որովհետեւ քանի որ իրենք աշխատում են բեմում, պետք է իրանց դիմագծերը ավելի արտահայտիչ լինի եւ ձեր քո ասած փայլը շատ արտահայտիչ լինի ու ամեն շարժման հետ այդ փայլը արտացոլվի։ Դրա համար մեզ հիմա պետք է շատ արտահայտիչ եւ վառ փայլերով, կոնտուրինգով աշխատել։ Իսկ մյուս պարույները կարող են չնախանձել Լիա Բյութի ակադեմիայի վարպետները յուրաքանչյուրիդ կսպասարկեն, վստահ եմ, ուղղակի ժամանակ է պետք եւ իհարկե զանգահարել։ Չնայած այնտեղ շատերն ասում են Ձինա ջան, երբ զանգահարում ենք, իրանք խառն են դասընթացներ եւ սեմինարներ, բայց ես վստահ կարող եմ ասել, վարպետները յուրաքանչյուր ժամ կարող են աշխատել, չէ, տենց է, չէ, չեն խաղա, որտեվ ակադեմիան բավականին մեծ է մասշտաբով, այնպես որ անկյունի եւ Վարսարդարի դիմարդարի անկյուն միշտ կա, հանգիստ եղեք։ Մենք հնարավորինս փորձում ենք, որ մեկը մյուսին չխանգարի։ Եթե մենք ունենք սեմինար, մենք փորձում ենք նաեւ սպասարկումը որոշ առումով պահել, թե մեր հաճախորդները չտուժեն, թե մեր աշխատակիցները չտուժեն, մեկը մյուսին երբեք չի խանգարում։ Իսկ Հակոբովնան, քանի որ առանց ռեժիմ նկարումներ է անում, ինչի համար շնորհակալ եմ իմ թիմին, գերագույն հզոր առանց նրանց ես մինուս եմ, ես էլ կարողանում եմ օգտվել այդ բոլոր ծառայություններից եւ անձամբ լինել ցանկալի եւ խնամված։ Դեն շարունակվում են աշխատանքները, ես հասկացա, որ Էռնայի մոտ ստեղծագործական րոպեներն են սկսվել։ Էռն, հիմա դու մտքիդ ինչ գալիս է անում ես, թե դու արդեն պատկերացնում ես տենց։ Դե ոնց հասկանում դու նկարում ես։ Բոլորը միասին։ Ես ոնց հասկացա այս ցկված վիճակին, ավելի ոնց որ տենց երկարացրեց, սիրունացրեց, ճակատը բացեց։ Հայացքներ ենք վիզուալ ցկում, աչքերի օգնությամբ։ Ինչ թվում է, այսպեսի նկարազարդելը բավականին բարդ է, ինչու։ Միլիմետրով պետքա նույնը լինի, չէ՞։ Իրականում ցանկալի է որ նույնը լինի, բայց ամեն դեպքում քանի որ բոլորիս աջ եւ ձախ կողմերը տարբեր են,
իդեալական չենք կարող միանման անել, բայց այո, ասիմետրիա ունեն մեր դեմքի աջ եւ ձախ կողմերը։ Բայց ամեն դեպքում փորձում ենք հնարավորինս նման անել։ Դե ինչ մենք արդեն հասկացանք, որ ավարտին է հասել նաև դիմահարդարումը, ստեղծագործել է Էռնան մի այլ կարգի։ Դե ինչ հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ Լիաբյութի ակադեմիայի վարպետն են ինձ մոտ, Վարսարդար Մարիամը եւ դիմահարդար Էռնան, Պարուհի Սիրուշոն է ինձ մոտ մոդելի կարգավիճակում, բայց մենք կարողացանք մի քանի րոպեների ընթացքում արդեն եւ երեկոյան եւ բեմական տեսք ստանալ եւ ամփոփման համար ասեմ, որ Էռնան ստեղծագործել է, նկարչական թեմաները ինչ վերագործել եւ իհարկե ես սենցնալով հասկանում որ այս ամբողջ կերպարը իսկապես Սիրուշոյինն է։ Մենք ավարտեցինք, կարող ենք ասել։ Դե ինչ ավարտին հասավ վերջի շտրիխներն է իրականացնում Էռնան, իմ կարծիքով Պարու կերպարը լավն է։ Օրինակ եթե ես լինեի Սիրուշոյի տեղը, չգիտեմ, կխեղդվեի, որովհետև մինչ հիմա ինքը չի տեսել թե իր հետ ինչ է կատարվում։ Վարքյաններ անց սպասում է անակնկալ ոչ միայն ինձ, նաև հեռուստադիտողներին, իսկ ես ուզում եմ Սիրուշոյին ասել, որ ամփոփման համար ես ու դու հիմա անակնկալը մեր կատարենք, բայց Լիաբյութի ակադեմիայի տնօրինության կողմից դու ունես gift card, բավականին մեծ գումարով, քեզ եթերից հետո կանցնի տնօրինությունը, ես վստահ եմ, որ այնտեղ դու շատ ես լինելու այս բեմական կեցվածքը ստանալու համար, իսկ անակնկալ վարքյաններ անց։